Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին։ Այսօր մենք կզրուցենք Հայերենի կուսակցության նախագահ Արտուր Վանեցյանի հետ։ Բարի երեկո, պարոն Վանեցյան։ Շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Դուք գնացել եք օդանավակայան կաթողիկոսի դիմավորելու ի պաշտպանություն։ Այդ բանավեճը բոլորս գիտենք, նա զավակ ունի, չունի, տեսեք, դրանից հետո երբ որ այդ թեման բացվեց, ընդդիմախոսները այդ թեմայի կաթողիկոսին սատարողները, այդ թվում դուք, ինչ ասես ասում են, որ սա մեր եկեղեցու դեմ է, որ սա մեր արժեհամակարգի դեմ է, որ սա մեր ինքնության դեմ է, սա կաթողիկոսի դեմ է, հայ լինելու դեմ է, թուրքական պլան է, եւ այլն, բայց ամենակարևոր հարցին չեն պատասխանում, դրա կարճ ձևը կա, ասում ես, որ այդպես չի, չունի եւ թեման փակվում է։ Իսկ քանի որ որևէ մեկը չի հերքում, կարանք մենք եզրակացնենք, որ ունի։ Ես չեմ ուզում մտնեմ այդ խոսակցության մեջ։ Ես կասեմ հետևյալը։ Եկեղեցին ինքը պետք է լուծի իր հարցերը։ Չի կարող եկեղեցական հարցերը լուծվել եկեղեցուց դուրս։ Շատ լավ, բայց չեն լուծում, ասում են ձեր գործը չի, մենք իսկ ով է դիմել եկեղեցուն եւ այդ հարցի հետ կապված բարձաբանում չի ստացել։ Բայց ձևը դիմելու մի րոպե, ձևը դիմելու այդպես չէ։ Իշխանությունը եւ Նիկոլ Փաշինյանը, կոնկրետ Նիկոլ Փաշինյանը, դու չես հասկանում, բլոգերա թե վարչապետ, ամեն առավոտ մի գրառում է անում։ Թրամփն էլ է գրառում անում։ Մի րոպե, մի գրառում է անում, որով ինչ որ մեղադրանքներ, սպառնալիքներ, շանտաժ, եթե հարց ունի եւ ինքը այդքան մտածում է եկեղեցու մասին, դրա ձևը կա։ Մի հատ նամակ է գրում։ Գրավոր դիմում։ Նամակ է գրում եկեղեցիական խորհրդին եւ ասում է, «Սենց խնդիր կա, խնդրում եմ այդ հարցը լուծեք»։ Իսկ այն ինչ անում է հիմա Նիկոլ Փաշինյանը, դա ուղղակի եկեղեցու հեղինակության հետ խաղալու հերթական փորձն է, եկեղեցին ուզուրպացնելու փորձ է եւ Նիկոլ Փաշինյանը երևի թե ուզում է դառնա միապետ եւ եկեղեցին էլ ուզուրպացնի եւ դառնա ամենայն հայոց վարչապետ։ Եկեղեցիները միշտ էլ միապետությունը սիրում են, եթե պատմությունը նայենք, բայց հիմա էլի ասեմ, այդ հարցը չի շարունակվի, չէ՞, եթե հստակ պատասխան ունենանք, օրինակ ես սպասում եմ, որ կաթողիկոսը կամ դուք որպես իրակողմնակից եւ նախկին ԱԱԾ պետք, ասեք, չկա տես բան, մենք էլ շուտ կգանք իշխանությանը, կասենք հələ, լսեք, նախկին ԱԱԾ պետ չպետք է ընդհանրապես, ես եթե նկատել եք ընդհանրապես չեմ խոսում մարդկանց անձնական կյանքի մասին։ Երբևիցե դուք չեք տեսնի, որ ես խոսում, մի րոպե, սովորական մարդ եւ սովորական անձնական կյանք, սովորական մարդ եւ սովորական անձնական կյանք չի, սա եկեղեցի է, անջատ կառույց։ Եվ պարտավոր են այդ կառույցի վերաբերյալ հարցերը քննարկվեն բացառապես այդ կառույցում։ Մեր եկեղեցին չի կարող դառնալ թիրախի առարկա, չի կարող եւ վերջ։ Ով ուզում է լինի, երկրի ղեկավար կլինի, սովորական ինչ-որ մեկը կլինի, հարցեր կա, դիմեք եկեղեցին իր չի դիմել, հրապարակային չեն դիմում։ Ինչու՞։ Ձև կա դիմելու։ Դրա նպատակը մեկն է, հեղինակա զրկել եկեղեցին, ուրիշ նպատակ չկա։ Պարոն Վանեցյան, տեսեք, երբ որ ասում են, որ այ կաթողիկոսը կեղծիք արել, նա ունի զավակ եւ չի ասել եւ չէր կարող ընտրվել է, սա դուք ասում եք եկեղեցու դեմ է, հեղինակա զրկում է, չէ, մեր ինքնության դեմ է եւ այլն։ Բայց դուրս է գալիս ինչ, երբ որ ասում ես կեղծիք կա, դու դեմ ես, երբ որ դու կեղծիքը կոծկում եք, այդ մասին չեք խոսում, դուրս է գալի դուք եկեղեցու կողմից եք եւ մեր ինքնության կողմից եք։ Որևէ մեկը ոչ մի բան չի կոծկում։ Ես նորից եմ կրկնում։ Թող դիմեն եկեղեցուն, եկեղեցին իր հարցերը կլուծի։ Հիմա եկեք մի քանի մասի բաժանենք ձեր հնչեցրած հարցերը։ Ուրեմն հարց համար 1. Ինչ անում է Նիկոլ Փաշինյանը։ Դա ուղիղ սահմանադրական կարգի տապալում է։ Նիկոլ Փաշինյանի գործողությունների մեջ կա սահմանադրական կարգի տապալման հանցակազմ։ Հիմա օրինակը բերում եմ։ Նիկոլ Փաշինյանը մի գրառում է անում Facebook սոցիալական ցանցում, ասում է ստեղծում ենք 10 հոգանոց խմբեր եւ գնում ենք քրիստոնեաբար եւ սիրով վեհապարին հանենք վեհարանից։ Հիմա
Ձեր եթերում, եթե ես ասեմ, որ ստեղծում ենք խմբեր եւ գնում ենք սիրով եւ քրիստոնեաբար Նիկոլ Փաշինյանին հանեն կառավարության շենքից։ Մինչև ստեղից դուրս գամ, արդեն ինձ ստեղ ձերբակալելու են, դիմավորելու են։ Այտենց է։ Նոր ձեր մոտ գալուց առաջ, հենց նոր ձեր մոտ գալուց առաջ, մի խայտարակ մասկի շոու իրականացրին։ Ձեր անձնակազմին էլի բռնեցին։ Էլի մեր անձնակազմին բռնեցին։ Ձեր եթերում, հանրայինի եթերում ուզում ասեմ, մենք զենք ապօրինի չունենք։ Շիրակի թեմի առաջնորդը պարոն Վանեցյան ռազմական հեղաշարժման կոչ էր անում։ Ոչ թե խմբեր ստեղծում, այլ ուղիղ ռազմական հեղաշարժման կոչ էր անում։ Այնպես որ եկեք չասենք որ բոլորին բռնում։ Ես չեմ լսել այդ կոչը անկեղծ ասած, եթե դուրս գան ես ձեզ ցույց կտամ։ Ինքը հպարտանում է դրանով, չի թաքցնում, ասում ես անկեղծ ասած չեմ լսել։ Մենք հիմա չենք քննարկում թե որ եկեղեցիականը ինչ է ասել։ Ես ասում եմ Հայաստանի Հանրապետության, էլի ես ձեզ նույն բանն է դուրս գալիս որ երբ որ մարդիկ ասում են որ կա կեղծիկ, որ նա ունի զավակ, դուք ամեն ինչից խոսում եք, հիմա ես էլ նոր բան ասում եք դիմելու ձևը ճիշտ չի։ Նոր բան չի, ես ասում եմ եկեղեցիական հարցերը լուծում են եկեղեցում։ Հա, թող եկեղեցում իրանք չեն ասում բերեք մենք լուծենք, իրանք ասում են լուծեք այդ հարցը, բայց իրանք ասում են դա սխալ հարց է։ Սխալ հարցը, սխալ դիմելա ձև է։ Սխալ դիմելա ձև է։ Ես չեմ մտնում դրա մեջ, նորից եմ ես կրկնում։ Դուք չեք ուզում ճիշտը իմանաք։ Ես ճիշտը ուզում եմ իմանամ եւ իմ համար ճիշտը մեկն է։ Ես գիտեմ որ կա վեհապար եւ վեհապարը հայ առաքելական Սուրբ եկեղեցու գլուխն է։ Աստծո օծյալը։ Եթե ես հավատում եմ Աստծուն եւ ասում եմ Աստված ամենակարող է եւ վեհապարը Աստծո օծյալն է, ես դրանից հետո չեմ կարող մտնել այդ հարցերի մեջ եւ սկսել հարցել տալ։ Դա ոչ լեգիտիմ հարց է եւ ոչ լեգիտիմ քննարկում։ Ինչու՞։ Ընդհանրապես սա կոռեկտ չի։ Մեր իշխանությունների կողմից եկեղեցու թիրախավորումը ունի մեկ նպատակ՝ հեղինակազրկել մեր եկեղեցին։ Ինչու հեղինակազրկել մեր եկեղեցին։ Որովհետև ցավոք սրտի վերջին շրջանում շատ մարմիններ, գերատեսչություններ, անձեր հեղինակազրկվել են եւ վերջին հարցումները մասնավորապես ցույց են տալիս, որ եկեղեցին մնացել է ամենամեծ հեղինակություն վայելող կառույցը մեր երկրում։ Հիմա այս իշխանությունները ուզում են իշխանությունները ուզում են հեղինակազրկեն եկեղեցուն, որ հանկարծակի եկեղեցին որևէ բան չանի ժողովրդին համախմբելու, ժողովրդին իր խոսքը ասելու, որը կարող է տարբերվել իշխանությունների խոսքից։ Իսկ իշխանությունները ցավոք սրտի վերջին շրջանում ասում են եւ անում են միայն վատը։ Այդ մասին խոսանք հիմա։ Եկեղեցուն դիմել է դուք ասում եք հեղինակազրկում, հա? Իսկ արդյոք այդ կասկածը, որը չի հերքվում ոչ մի ձև, չի հեղինակազրկում, պարոն Վանեցյան։ Այդ հարցադրումը դա լեգիտիմ չի, չկա այդ կասկածը։ Ով ասել, վերակացել Նիկոլ Փաշինյանը մի հատ ինչ-որ արտահայտություն արել, ու դրանից ելնելով պետք է մենք սաղս նստենք, մտածենք, թե այդ խիա տես բան ասե հերքենք, դե թող իրանք էլ հերքեն, դե թող հիմա հերքի Նիկոլ Փաշինյանը, որ Արցախը չի հանձնել նախորդ պայմանավորվածության արդյունքում Ադրբեջանին 4000 եւ ավել երեխեքի գլուխ չի կերել Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջով ու մինչեւ այսօր էլ զիջումների է գնում չգիտեմ ինչ որ սրա նրա պահանջով չէ բացառում չհերքել է ինչու՞ չէ բացառում դուք հավատացյալ եք իհարկե հավատացյալ դուք հիմա չեք ուզում որ եկեղեցին ասի որ չկա նման բան սուտա վարկաբետ ես հավատում եմ Աստծուն ես հայ առաքելական մի րոպե ես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ եմ եւ ես անվերապահ խոնարհումով գնալու եմ եկեղեցի եւ բոլոր հոգեվորականների Իմ ասածը դա ինչ կապ ունի։ Այն կապ ունի, որ դուք ոչ լեգիտիմ հարց եք տալիս։ Ասում եք հարցը լեգիտիմ չի, ես խոնարհվում եմ, ես կգնամ եկեղեցի, կաթողիկոսը եկեղեցու ղեկավարն է, Արցախը հանձնել ենք, ասեք չէ, այս բան չկա։ Ես չեմ կարող նման բան ասել։ Դա է ասա հարցը։ Ես չեմ կարող, ես չեմ այդ հարցի պատասխանի հասցեատերը։ Հասցեատերն էլ ձեն չի հանում։ Հասցեատերը ասել է եկեղեցիական հարցերը լուծվում են եկեղեցում։ Եկեղեցիական հարցերը կարող են լուծվել բացառապես եկեղեցիական կարգերով։
Հիմա լավ նպատակը ո՞րն է, ես ուզում եմ հասկանամ, այս Կեղծիքը բացահայտելը կամ հերքելը։ Ինչ գործ ունի, ինչ որ մեկը եկեղեցու մեջ կեղծիք բացահայտի։ Մեր եկեղեցին է, ինչ գործ ունեն, եկեղեցին ինքը իր մեջ իր հարցերը կլուծի, ինչ գործ ունեն։ Դուք ինչ գիտեք, լուծում են, չգիտեմ, դե լուծենք իմանայինք։ Դե դրա համար ասենք մենք հետաքննեցինք, պարզվեց տենց բան չկա, իշխանությունը սուտ ասում։ Չէ, մի րոպե, պարոն Վանեցյան, բան չի, մենք եք ասենք իշխանությունը, ինչ եք սուտ ասում։ Իշխանությունը չեն հերքում սուտ ասում, իշխանությունը մենակ սուտ ասում, հիմա այդ սուտը խի չեն բացահայտում։ Ինչի չեն բացահայտում այդ սուտը։ Այդ հարցը նորից եմ գրավոր պետքա դիմել։ Այդ հարցի հասցեատերը ես չեմ։ Ես նորից եմ կրկնում, իմ կարծիքով։ Հա, բայց դուք եկեղեցիական հարցերը չեք սատարում։ Որովհետև ես անվերապահ աջակցում եմ հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, անվերապահ։ Այսինքն դրա համար կապ չունի ուխտը խախտվել չի Իհարկե, խախտվել։ ընդհանրապես իմ համար կապ չունի։ Բայց դուք գիտեք պատվիրանները, այնտեղ ասում է մի շնացիր, մի արայես, մի արային, սուտ մի խոսա։ Գիտեք դրանք։ Պատվիրանները եթե խախտել են, ոչ, պատվիրանները պետք է անպայման պահպանել։ Դե ես էլ եմ ասում, չեք ուզում բարձեք, պահպանել են թե չէ։ Նորից եմ կրկնում, այդ հարցի 7-րդ պատասխանը կտա եկեղեցին իր կանոնակարգերով։ Չի տալիս, ես էլ եմ այդ ասում։ Չի տալիս, հիմա մենք չենք քննարկում դա։ Հիմա եկեղեցական կասկածելի չի խի չի տալիս։ Չէ, իմ համար ընդհանրապես ես այդ հարցի մեջ չեմ ուզում։ Գիտեք ինչ, ես տպավորությունա որ չեք ուզում մտնել եւ ցրում եք այդ հարցը ամեն ձև։ Ես չեմ ցրում, դա կոռեկտ հարց չի։ Դա կոռեկտ հարց չի։ Ոչ, ես ասում եմ, դա կոռեկտ հարցադրում չի։ Ինչու՞։ Ատենց, որովհետև ատենց հարց չես կարող դու եկեղեցուն ուղես։ Ինչու՞։ Չես կարող դու շանտաժի լեզվով խոսես, խաբես։ Ունեն տվյալներ, թող հրապարակեն։ Եկեղեցին իր պատասխանը տվել է, ես եկեղեցին հայրապետ վեհապարը կանգնում է եւ ասում է դա սուտ է։ Կամ ասում է իր խոսնակը, որ դա սուտ է։ Գիտեք, կարող եք անընդհատ խոսել իրար Հայրապետ վեհապարը շատ ուղիղ տեքստով ասել է. Ներ եկեղեցիական հարցերը պետք է լուծվեն բացառապես եկեղեցում։ Վերջ։ Ով է դեմ, թող լուծվեն։ Դե թող լուծվեն։ Հիմա խեք այդ քննարկումը դուք եք հիմա բարձրացրել։ Ես ասում եմ, ես կանգնած եմ մեր եկեղեցու կողքին, ես ասում եմ, որ վստահ եմ, որ իմ նման միլիոնավոր մարդիկ կանգնած են եկեղեցու կողքին, վեհապարի կողքին եւ ողջ եկեղեցականների կողքին։ Եվ որևէ մեկը չի կարող թիրախավորել եկեղեցին եւ դա մնա անպատասխան։ Ընդ որում ես ձեզ ասում եմ, ինչքան խորը գնա այդ թիրախավորումը, ինչքան գործողությունները խստանան եւ ավելի սանձարձակ դառնան, նույն հայլային պատասխանը ստանալու է։ Մի բան դուք սխալ եք ասում, դուք ասում եք չի կարող մնա անպատասխան։ Ես ասում եմ, հենց սա խնդրեմն է, որ անպատասխան է։ Ոչ, այո, պատասխանը տրվել է, պատասխանը տրվել է։ Ասում են ձեր գործը չի Մեր գործն է, սխալ հարց է, սխալ հարցը ո՞րն է։ Իհարկե սխալ հարց է։ Ո՞ւմ սխալ հարց։ Իհարկե սխալ, ես չեմ հիմա, գիտեք, մենք սխալ քննարկման մեջ ենք։ Հիմա եթերը ժամը վերջանում է, մենք նորմալ բաներից չենք։ Իմիջայից հենց նույն եկեղեցի մասին, տեսեք, 20 տարի, պարոն Վանեցյան, դուք էլ ԱԱԾ-պետ եք եւ այդ փաստում եք, որ մեր մոտ ընտրություններ են կեղծվել, ձայներ են գողացել, փողեր են գողացել, արդարադատություններ են գողացել երկրից։ Եկեղեցին լռությամբ եւ անտարբերությամբ այս ամեն ինչը Այս ամեն ինչին սատարում էր։ Դա խնդիր չէ։ Ինչով էր երևում սատարումը իր լռությամբ։ Իր լռությամբ։ Երբ որ գողանում են, եկեղեցին պետք է ասի մի արեք։ Երբ որ ձայն են գողանում, եկեղեցին պետք է ասի մի արեք։ Երբ որ փող են գողանում բյուջեից, եկեղեցին պետք է ասի մի արեք։ Ես տես գիտեմ։ Կարող է էլի մեր գործը չի։ Չէ, իհարկե մեր գործն է, իհարկե եկեղեցին էլ պետք է ասի։ Ես հիմա նորից եմ կրկնում։ Ես չեմ եկել ստեղ եկեղեցիականների փոխարեն պատասխաններ տամ եւ սատարում եք, չէ՞։ Իհարկե սատարում եմ, դուք չեք սատարում եկեղեցուն։ Բայց խնդիրները դուք պարոն Ղազարյան եկեղեցուն սատարում լավ հարց է տալիս։ Մեր սատարելը մի քիչ տարբեր ձև է։ Դուք ուշա աշկերը փակում եք ցանկացած բանի նկատմամբ, ասում եք որտեվ սատարում։ Ես ասում սատարելը այն է, որ ճիշտ հարցադրում անես եւ հասկանաս ինչպիսին է այն։ Անողը ով է։ Ինչ կապ ունի։ Շատ մեծ կապ ունի։ Ինչ կապ ունի։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, որը հավատացյալ է, հերիք չի։ Դուք հիմա ով է այդ հարցադրումը անողը կոնկրետ։ Չէ, շատ մեծ կապ ունի։ Այդ հարցադրումը ունեք,
Դիմենք եկեղեցուն թող։ Էլ ո՞նց դիմենք, էլ ո՞նց են դիմում։ Չէ, սենց չեն դիմում։ Հատ գրավոր։ Հետո դա սենց չեն դիմում։ Եթե հարց կա, եկեղեցուն պետք չի թիրախավորել։ Այս կապ ունի տեղ թիրախավորել։ Շատ մեծ, որովհետև հերքվի, չհերքվի, ինչ ուզում, մի րոպե, ինչ ուզում է լինի, արդեն մենք անցել ենք, մենք չէ։ Իշխանությունները անցել են մի կարմիր գիծ, որը երբևիցե որևէ մտքով չէր կարող անցնել։ Չէր կարող որևէ մեկի մտքով անցնել, որ Հայաստանի Հանրապետության մեջ եկեղեցին վեհափառը կունենա ինչ-որ պաշտպանության կարիք։ Հետաքրքիր բան եք ասում, այսինքն որ վեհափառը կարա երեխա ունենա, դա ձեր մտքով կարա անցնի։ Բայց մեկը այդ մասին կարա բարձրաձայնի, դա ձեր մտքով չի անցնի։ Լսեք, դուք հիմա ձեր հարցերով եւ հարցադրումներով փորձում եք ինչ-որ ֆոն ստեղծել, որ ես նորից եմ կրկնում, այս հարցը առհասարակ լեգիտիմ չի եւ այս հարցը պետքա լուծվի եկեղեցու ներսում։ Եթե եկեղեցում կորոշեն, կգտնեն ինչ որ մի որոշման կգան, այդ որոշումը կհրապարակեն։ Եկեղեցում կա իր կանոնակարգը եւ այդ կանոնակարգով եկեղեցին առաջնորդվում է։ Ոնց որ եւ աշխարհիկ կյանքում մենք առաջնորդվում ենք օրենքներով եւ սահմանադրությամբ։ Լավ, գնանք առաջ։ Նայեք, եկեղեցին նաև քաղաքական գործունեություն է ծավալում, պարոն Վանեցյան։ Բելարուսի նախագահը ասում է Ալիևին ինչ լավ ծրագիր իրականացրեցինք Արցախը տարանք։ Զենք է վաճառում։ Հիշում եք բան գագաթնաժողովին հապ, ստեղ ասես գնացեք Ալիևին տեսեք ինքը ոնց կասի գլուխները կակ լսեք։ Դրանից հետո վարչապետը ասում է մենք այդ երկիր չենք գնա։ Հետո գնում է կարմիր հրապարակում, նստում է կողքը չայ է խմում։ Այնտեղ չայ չի խմում, այնտեղ պրոտոկոլով նստածել են, կողքը նստել է, դրա մեջ վատ բան չկա, դա Բելարուսը չէր, Մոսկվան էր։ Կաթողիկոսը ընդգծված այդքանից հետո գնում է Բելարուս։ Սա պետության դեմ չի։ Կաթողիկոսը հայրապետական այցեր է անում աշխարհի ցանկացած կետ, որտեղ կա հայ հավատավորներ եւ որտեղ կա եկեղեցիական տարբեր հարցեր։ Ինչ եք կարծում հայ առաքելական եկեղեցու վեհափառը, ամենայն հայոց վեհափառը, ոչ թե Հայաստանի Հանրապետության վեհափառը, ամենայն հայոց վեհափառը, պետք է գնա իր հավատավոր զավակներին տեսնելու, եկեղեցի գնալու, ինչ որ հարցեր քննարկելու։ Ես անկեղծ ասած, այդ հարցի իմաստը չէ, այսինքն վեհափառը ձեր կարծիքով պետքա Բելարուս չգնա։ Ու եթե այդ երկիրը այդքան թշնամանական է մեզ տրամադրված, Թուրքիայից թշնամական է մեզ տրամադրված։ Թուրքիա գնացել։ Չէ, ներողություն, Թուրքիայից թշնամական է մեզ տրամադրված Բելարուսը։ Հավասար։ Իսկ ձեր վարչապետը, որ գնում է ուրախ գիրքը Էրդողանի ձեռքը Թուրքիայի նկարվում է ու ասում է, որ թուրքերը SNN են, որ իսլամական աշխարհի կարևորագույն տոնը շնորհավորում է մենակ Ադրբեջանի նախագահին, այդ մենակ Ադրբեջանում էին նշում Կույրան Բայրամը, հա? Չէ, իրանք մեր հարևանն են։ Լավ էլի։ Գիտեք հիմա ով է մեր հարևանը 4000 մարդ կոտորած Ադրբեջանը, մենակ հայ լինելու համար վիզ կտրած Ադրբեջանը։ Այո, պետք է փորձել մեղմել այդ ամեն ինչը։ Ինչը մեղմել։ Արցախը մեզնից խլած Ադրբեջանը 120,000։ Բա Բելարուսն էլ դրան նպաստել էր, այդ եմ հարցնում։ Բելարուսը նպաստել էր, Բելարուսի։ Բա արժի կաթողիկոսը, սաղուրը Արցախից է խոսում, արժի գնա այդ երկիր։ Նորից եմ կրկնում, կաթողիկոսը հոգևորական առաջնորդ է, որը ամեն օր Արցախից է խոսում։ Իհարկե խոսում է, եւ երկիր, որը Արցախի պատիվ վեհապարին, որ խոսում է Արցախից, եւ հպարտանում է դրանով։ Փառք ու պատիվ վեհապարին, որ խոսում է Արցախից։ Փառք ու պատիվ։ Ես ուրիշ բան եմ հարցնում։ Հիմա գանք քաղաքական թեմաներին։ Դուք իշխանապողության կողմնակից եք, հա՞։ Շատ են ընդդիմությանը քննադատում, որ նրանք ընդդիմությունը այլընտրանքային ծրագիր չի առաջարկում, մենակ խոսում է իշխանապողությունից։ Հիմա պարոն Վանեցյան, հետաքրքիր է, եթե դուք գաք իշխանության, դուք հայտարարել եք կարծում որ 26-ին մասնակցելու եք եւ միայնակ։ Գնալու եք հայինի կուսակցությունով։ Օրինակ Եվրամիության դիտորդների հարցը։ Դուք թողելու եք նրանց թե ոչ, եթե հաղթեք ընտրություններում։ Եվրամիության դիտորդները մենք պետքա գնահատենք իրենց
ստեղ գտնվելը մեզ օգուտ տալիս է, թե օգուտ չի տալիս։ Եթե մեզ օգուտ դա տալիս է, այսինքն Հայաստանի Հանրապետությանը, եթե դա օգուտ է, միանշանակ իրանք պետքա շարունակեն մնալ։ Եթե օգուտ չի, ուրեմն պետքա գնան։ Եվ նորից ասեմ, եթե օգուտ են պետքա մնալ։ Հիմա օգուտ են, թե օգուտ չեն։ Ես այս բանին չեմ կարող ասել։ Ես լսել եմ մի հայտարարություն, որ Եվրոմիության դիտորդները Հայաստանի Հանրապետության տարածքում զբաղվում են հետախուզական գործունեությամբ։ Զախարովայինը թե Ալիևինը։ Զախարովայինն եմ ես։ Նոր եմ լսել։ Հերքում դեռևս չեմ լսել։ Հա, պետքա հերքել։ Իհարկե։ Հա։ Գրավոր, դա գրավոր։ Չէ, պետքա հերքվի դա, կամ պետքա պարզաբանվի։ Ես ձեր կուսակցության կարծիքն եմ, ցանկացած գործողություն, որը օգուտ է Հայաստանի Հանրապետությանը։ Հիմա այդ օգուտ է թե չէ, հասկացա։ Ես չեմ կարող այս պահին ձեզ ասել, որովհետև ես չգիտեմ խորքային ինչ կա անտեղ։ Մինչև այս պահը ես տեսել եմ, որ որևէ օգուտ չեն տվել իրենք, որովհետև երբ որ լինում է էսկալացիա, երբ որ կրակում են մեր սահմաններում, եվրոպական դիտորդները ոչ մի գործողություն չեն իրականացնում։ Այսինքն որ գաք իշխանության, նրանց պետքա հետո կամ պետքա իրանք սկսեն աշխատել արդյունավետ, կամ պետքա գնան։ Հասկացա։ Զանգեզուրի ճանապարհը պետքա ռուսները վերահսկողություն հաստատեն այնտեղ, թե ոչ։ Զանգեզուրի միջանցք չպետքա լինի։ Ես ասի ճանապարհ։ Ճանապարհ ասվածը, տեսեք, հիմա էլի մենք մտնում ենք մանիպուլատիվ դաշտ։ Ինչու՞։ Շատ པարզ պատճառով։ Ռուսների հսկողությունը Զանգեզուրի ճանապարհի, որ ասում են, մարդկանց պատկերացման մեջ ճանապարհը եւ ողջ երկայնքով կանգնած են ռուսական զինվորականները։ Տենց է, չէ՞, մարդկանց պատկերացման։ Ճանապարհի երկայնքով։ Հիմա այս պահին, հենց հիմա ռուսական սահմանապահ զորքերը ծառայություն են իրականացնում Իրանի սահմանին, ծառայություն են իրականացնում Թուրքիայի սահմանին։ Ես դեմ եմ, որ Հայաստանի Հանրապետության տարածքի ներսում մեր ճանապարհները հսկվեն որևէ մի այլ պետության կողմից։ Բայց եթե հայ-ռուսական պայմանագրի համաձայն սահմանային հսկողությունը, որը կրկնում եմ, հենց հիմա էլ այդ տարածքներում ռուս սահմանապահները իրականացնում են հսկողություն։ Եթե ռուս սահմանապահները պետքա կանգնեն սահմանին, համաձայն գործող պայմանագրի, ուրեմն պետքա կանգնեն։ Այսինքն դու կողմ եք ոչ թե ճանապարհին կանգնեն, այլ սահմանին։ Ես կողմ չեմ, որ կանգնեն։ Ես ասում եմ, կարած ծառայությունը իրականացնեն հայ սահմանապահները, կամ եթե պայմանագրով որոշված է, որ պետքա սահմանապահները ծառայություն իրականացնեն, ոնց որ իրականացնում են, նորից եմ կրկնում, Իրանում, Թուրքիայում։ Դու կողմ եք, որ կանգնեն սահմանների գլխին։ Ես կողմ չեմ, ես ասում եմ, կարա դիտարկվի այդ տարբերակը եւ նաեւ որ կանգնեն օրինակ ոնց որ Վրաստանի հետ սահմանին, մենակ հայկական սահմանապահները։ Ես հիմա չհասկացա, դու կողմ եք թե դեմ եք, որ ռուսները կանգնեն։ Ես նորից եմ կրկնում, ախր մենք գիտեք դուք հարցը շատ Դուք ասում եք կարան կանգնեն ռուսները, կարան չկանգնեն ռուսները։ Ես գիտեմ, որ կարան կանգնեն կամ չկանգնեն։ Ես չեմ ասում։ Ես ասում եմ դա։ Ասում են մենք պայմանագրի ուզում են մեր շահը որտեղ է։ Ձեզ եմ հարցնում, որն է։ Մեր շահը որտեղ է։ Եթե մեր շահը, որ սահմանները հսկեն ռուսական սահմանապահ զորքերը, այդտեղ է, ուրեմն պետքա Հիմա տեղա թե չէ։ Հիմա այս պահին սահմանային հսկողություն ռուս սահմանապահները իրականացնում են, ճիշտ է։ Հիմա եթե այս տարածքը նույն պայմանագրով ընկնում է իրանց պատասխանատվության գոտում, ուրեմն պետք է ռուսները իրականացնեն սահմանային հսկողությունը։ Եթե չի ընկնում իրենց պատասխանատվության գոտում, ուրեմն պետք է Հիմա ձեզ ընկնում է թե չէ։ Ես չգիտեմ, ախր դու գիտեք ինչ հարցեր եք տալիս։ Դե հարցում եմ ապագա իշխանությանը վերաբերող հարցումը կգա կնայի կտեսնի։ Չէ, ավելի լավ պարզենք նոր գա։ Տենց ավելի ճիշտ է։ Ճիշտ ասած մյուս հարցը Դու գիտեք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը տեքստ են համաձայնացրել խաղաղության պայմանագրի։ Դուք որ գաք իշխանություն ընդունելու եք այդ տեքստը, թե ասել եք, չէ, սա վատ տեքստ է, մենք Ինչի մասին է այդ տեքստը։ Խաղաղության Ո՞վ է համաձայնագրի։ կարդացել այդ տեքստը։ Տեքստի բովանդակությունը 17 կետով մամուլում ինչ-որ ձևերով դուրս է եկել։ Եվ իրենք ասել են, որ մեծ իմաստով հենց դա է։ Իրանց ասել է, գիտեք, իրանք այնքան բան են ասել։ Չէ, եկեք սենց անենք, լավ, այն ինչ որ գիտենք, այ դրան դուք
Կհամաձայնեք թե չէ, ինչ որ գիտենք։ Ես կողմ եմ միանշանակ խոսակցությանը։ Ես կողմ չեմ պատերազմին։ Բայց ես վստահ եմ նաև, որ այս իշխանությունները որևէ պարագայում չեն կարող հայանպաստ փաստաթուղթ համաձայնել։ Հիմա դուք այդ փաստաթուղթը, որ եթե հայանպաստ փաստաթուղթ լինի, պետքա նախ հիմա կարծիք հայտնել ինչ որ մի բանի մասին, որը չենք տեսել, այլ ես ասում եմ ընդունենք այն ինչ որ հրապարակային գիտենք։ Չեմ կարող ես դա ընդունել։ Դուք հիմա ինձ կոնկրետ հարց եք տալի, գաք իշխանության, դա ստորագրելու եք, թե չեք ստորագրելու։ Ես ասում եմ այդ տեքստը ձեր համար ընդունելի է, թե չէ։ Կլինի, կկանչեք ձեր մոտ հարցազրույցի, կետ առ կետ բոլոր հարցերին կպատասխանեմ։ Շատ լավ։ Ես հիշում եմ, որ դուք երբ որ ԱԱԾ-պետ էիք, խոսում էիք այն մասին, որ Քոչյանը 6 միլիոն դոլարի կաշառք է վերցրել։ Դուք էլի մնում եք այդ կարծիքին, թե ոչ։ Դուք երևի չեք լսել իմ պատասխանը դրանից հետո։ Չէ, մեջբերելուց հետո խնդրում եմ նաև մի քանի րոպե հետո այլ լրագրողի հետ խոսակցությունս մեջբերեք, որտեղ ասում եմ կաշառք բառը, ես ճիշտ չեմ օգտագործել։ Նաև ասում եք, որ փողերի լվացման հոդվածով է գնում, դա էլ ճիշտ չեք օգտագործել։ Ես ասել եմ, որ կան նման նյութեր, նախապատրաստվում են նյութեր, որով պետքա իրականացվի քննություն։ Հիմա դուք բառացիորեն դուք ասում եք խոսքը 100 միլիոնավոր դոլարների մասին է։ Ես էլի եմ ասում, ես ինչ որ ասել եմ եւ շարունակում եմ ասել, որ այդ ժամանակահատվածում մենք ունեցել ենք օպերատիվ տեղեկություններ, որի մասին խոսել ենք։ Դրանից հետո իրավապահ համակարգը ինչ է արել կամ ինչ չի արել, ես չգիտեմ։ Կաշառք բառի հետ կապված ես պարզաբանում տվել եմ հենց այդ օրը մի քանի րոպե հետո լրագրողին։ Դուք ասում եք ունենք հիմնավոր ապացույցներ։ Ես չեմ հիշում հիմա։ Չէ, ես մեջբերում եմ ձեզնից։ Ես ասում եմ կան տվյալներ եւ որի մասին ես հետո այլ լրագրողի հետ ավելի մանրամասն Հիմա այդ բարձը, հիմա ինձ ձեր կարծիքն է տակի, դուք այտենց հիմա մտածում եք, թե այտենց չեք։ Ես իրավապահ համակարգի ներկայացուցիչ չեմ, որ նման հարցի հիմա պատասխան։ Նախկին ներկայացուցիչը պետք է ունենա տվյալներ, որպեսզի տվյալներով փաստական խոսի։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Իսկ ինչու դուք չեք ուզում այս անգամ դաշինքով գնալ, ինչու եք որոշել միայնակ գնալ։ Որտեվ հայրենիք կուսակցությունը առանձին կուսակցություն է, ժամանակի քաղաքական միավոր է, այն ժամանակ քաղաքական իրավիճակը այդպես էր, կուսակցությունը նման որոշում է կայացրել եւ այն ժամանակ եղել է իրավիճակային դաշինք, պատերազմից հետո խայտառակ վիճակ, որևէ մեկը պատրաստ չէր, որոշում է կայացվել գնալ դաշինքով, հիմա մեր կուսակցությունը, ես հայրենիք կուսակցությունը որոշում է կայացրել, որ ընտրություններին Ես ճիշտ հասկացա, որ դուք ասում եք, որ հիմա փաստացի դաշինքը չկա։ Իհարկե չկա, ես երբ որ մանդատը վայր եմ դրել, իմ հայտարարության մեջ գրված է, որ պատիվ ունեմ դաշինքը, դե ֆակտո եւ դե յուրե դադարում է գոյություն ունենալ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մեր հյուրը հայրենիք կուսակցության նախագահ Արտուր Վանեցյանն էր, մենք հանդիպենք ցեսություն։